Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը, 18 ժողովրդի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Սուրբ Հաննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ Փինչադեպի գործով կիրակի ձերբակալված 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց, դատարանը բավարարեց քննչականի միջնորդությունը, այս մասին հայտնում են փաստաբանները։ Դատարանի որոշումից հետո Դավիթի մոր ինքնազգացողությունը վատացավ, փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն, չբացահայտված ալերգիա ունի։ Տղայի մայրը դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին, Գայանե Մինասյանը խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ, շեշտելով որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։ Նա հավաստիացրել է, որ իր ընտանիքը պատրաստ է աջակցել դատարանի անաչառ քննությանը։ 18-ամյա Դավիթ Մինասյանը հիվանդանոցից տեղափոխվել է Արմավիրի բանտ, դատարանից բանտ ճանապարհին նա կորցրել էր գիտակցությունը, տեղափոխվել է Էջմիածին բժշկական կենտրոն, սակայն տղային կրկին Արմավիր քրեակատարողական հիմնարկ են տեղափոխել, չեն սպասել անգամ, որ մայրը համապատասխան բժշկական փաստաթղթեր ներկայացնի։ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովի ընտրություններից 2 ամիս առաջ աշխատանքային այցով Ռուսաստան է մեկնել, սոցիալական ցանցում նա տեսանյութ է հրապարակել Մոսկվա ժամանումից։ Հանդիպման առաջարկը Նիկոլ Փաշինյանինն է, թե կոնկրետ ինչ օրակարգով է նա Պուտինից հանդիպում խնդրել, հայկական կողմի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, բայց Փաշինյանն անցած շաբաթ շատ հպանցիկ խոսել է իր այցի մասին, այդ հանդիպումները մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար են։ Հայկական պատվիրակության կազմում են նաև Մհեր Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Պուտին-Փաշինյան բանակցությունների օրակարգից որոշ ընդհանուր տեղեկություններ հայտնել էին Կրեմլից, նշվում է, որ Ռուսաստանում Փաշինյանի հետ նախատեսում են քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործակցության ներկայվիճակն ու հեռանկարները, Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն փոխգործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի հրատապ թեմաները, մասնավորաբար Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային լոգիստիկ կապերի զարգացումը։ Նշենք, որ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, այս դեպքում եւս մանրամասներ չէին հաղորդվել։ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին զուգահեռ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց տեղի է ունեցել բողոքի ակցիա հաջողություն հայ առաքելական եկեղեցու, այս մասին հայտնեցին Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի մամուլի ծառայությունից։ Հավաքվածները հայտարարել են, որ չեն ընդունում իշխանությունների գործողությունները, որոնք իրենց կարծիքով ուղղված են հայ առաքելական եկեղեցու դեմ եւ խարխլում են իրավական պետության հիմքերը։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել հալածանքները հոգեվորականների, հայ եկեղեցու ազգային բարերարի եւ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն եկեղեցու, հայտնում են թեմից։ Հավաքվածները կարևորել են հոգևոր եւ ազգային արժեքների պահպանումը ու իրենց համերաշխությունն են հայտնել հայ ժողովրդի ինքնության պահպանման երաշխավոր հանդիսացող հայ եկեղեցուն։ Դատախազությունը պահանջում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից հօգուտ պետության բռնագանձել 11-ական շարժ եւ շրջական գույք շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ։ Նշվում է, որ հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Մ բանակային կորպուսի նախկին հրամանատար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Միացյալ շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Պապիկի Բաղմանյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից հոգուստ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 7 անշարժ գույք, որից 6-ը Երևան քաղաքում, իսկ 1-ը Կոտայքի մարզում, 4 տրանսպորտային միջոց, 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն շուրջ 1 միլիոն 290 հազար դրամ ավանդ, բանկի 30 հատ պարտատոմս, 1 միլիարդ 544 միլիոն 254 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 1 միլիարդ 511 միլիոն 965 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել եւ բռնագանձել 6 միլիոն 363 հազար դրամի չվերադարձված փոխառության պահանջի իրավունք։ Հայկազ Բաղմանյանը 2009 թվականի հունվարի 26-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 5-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, 2018 թվականի մարտի 22-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի տեղակալի պաշտոնը։
Արբանյակային լուսանկարները վկայում են, որ Հայաստանը հատնել է Տավուշի զու դիրքերից մեկը, ընդ որում այն հատվածում, որ ըստ 2024 թվականի պայմանավորվածության սահմանազատման ենթակա չէր։ 2024 թվականի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատում իրականացնել Տավուշի բաղանից բերքաբեր հատվածի մի քանի հատվածներում։ Ավելի ուշ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հրապարակեց քարտեզ, որում վարդագույնով նշված էին այն հատվածները, որտեղ պետք է սահմանագծում եւ սահմանազատում իրականացվեն։ Այս քարտեզի վրա սլաքով նշել էին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի դիրքի գտնվելու վայրը, երևում է, որ սահմանազատումը այդ հատվածին որևէ կերպ չի վերաբերել, այսինքն այդ գործընթացը չէր կարող դիրքը հետ քաշելու պատճառ դառնալ։ Համեմատաբար թարմ արբանյակային լուսանկարները թույլ են տալիս հստակ արձանագրել փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2024 թվականից հետո։ Մասնավորապես նոր լուսանկարում երևում է, որ բերքաբերի ջրամբարի ափին այլևս չկա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նախկին դիրքը, ամենայն հավանականությամբ այն ապամոնտաժվել է, իսկ հրամատները լցվել։ Դիրքի փոխանցման մասին տեղեկատվությունը հրապարակվել էր դեռևս 2024 թվականի օգոստոսին։ Հայաստանի իշխանություններն այն ժամանակ ոչ հաստատել էին, ոչ էլ հերքել այդ տեղեկությունը։ Սակայն դատելով արբանյակային թարմացված լուսանկարներից Բերքաբեր գյուղից հյուսիս-արևելք տեղակայված այդ դիրքն իրականում չկա։ Այն հետ է քաշվել 250-ից 300 մետր հյուսիս-արևելք։ Ընդ որում Ադրբեջանի զինված ուժերը հետ է քաշել միայն 1, իսկ Հայաստանն առնվազն 8-ից 9, այն էլ մարտավարական առումով շատ ավելի կարևոր դիրքեր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը նախորդին հայտարարություններ տարածել կեղծ մեղադրանքներ ներկայացնելով, թե իբր 1918 թվականին հայկական խմբավորումները ցեղասպանություն են իրականացրել ադրբեջանցիների նկատմամբ։ Այս հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նշելով տասնամյակների պատմություն ունեցած հակամարտության ընթացքում ձևավորվել են մի շարք թշնամական ոչ հավաստի նարատիվներ, որոնք ցավալիորեն Ադրբեջանում դեռ շարունակվում են օգտագործվել նաև պետական մակարդակով։ Հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ոչ միայն կծառայի երկու պետությունների եւ հասարակությունների միջև կայուն խաղաղ համակեցության եւ բարիդրացիական հարաբերությունների ձևավորմանը, այլև վերջ կդնի մտածածին թեզերի գոյությանն ու կբացառի ատելության խոսքը, պատասխանել է խոսնակը։ Այսօր ապրիլի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում ժամը 11:00-ի սահմաններում Mercedes Magnus-ի ավտոմեքենան աշտարակ Եղվարդ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, կոտրել այն, ապա բախվել քարերին եւ հողաթմբին ու հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջին օգնության են հասել քաղաքացիները, եւ ըստ քաղաքացիների օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները տեղափոխվել են Եղվարդի հիվանդանոց։ Վթարի փաստով Նաիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի եւ վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորները ամուսիններ են, վարորդն էլ ամուսինն է եղել։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։